Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Եղինյանն եմ, այսօր 2026 թվականի մայիսի 22-ն է, այսօր վաղ առավոտյան ես լրատվամիջոցներից տեղեկացա, որ ազգային անվտանգության ծառայության դիմակավորված ծառայողները մուտք են գործել մի տարածք, որտեղ գտնվում էր հայրենիքի դավաճանության եւ լրտեսության մեջ մեղադրվող Անդրանիկ Թևանյանը եւ վնասազերծել են նրան։ Բնականաբար ես ողջունում եմ ազգային անվտանգության ծառայության այն գործողությունները, որոնք որ բխում են հենց մեր պետության անվտանգությունից։ Հայրենիքի դավաճանությունը դա բավականին քստմնելի արարք է եւ արժանի է հասարակության պարծավանքին եւ ես կցանկանայի, որ հայրենիքի դավաճանության մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք դատապարտվեր միայն ցմահ ազատազրկմամբ, այլ ոչ թե որոշակի ժամկետով ազատազրկմամբ, անկեղծ ասած հոգիս փառավորվում է, երբ ազգային անվտանգության ծառայությունը այդպես դիմակներով ներխուժում է եւ վնասազերծում է հանցագործներին, եւ ես կցանկանայի, որ ազգային անվտանգության ծառայությունը այդպիսի մեծ խանդավառությամբ վնասազերծեր նաեւ ներկայումս ազատության մեջ գտնվող Հայաստանում գտնվող օրենքով գողերին եւ բոլոր այդ սուտի գողականներին, քրեական հեղինակություններին եւ զոննայողներին։ Հանրությանը ցանկանում եմ տեղեկացնել, որ Վանաձոր քրեակատարողական հիմնարկի իմ իրազեկիչներից մեկը զանգահարել էր ինձ եւ ինձ ինֆորմացիա տրամադրել այն մասին, որ Վանաձոր քրեակատարողական հիմնարկի զոննայողը ներկայումս գտնվում է արտոնյալ կարգավիճակում, ազատ ունի բջջային հեռախոսներ, ուստի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորում եմ ձեզ ենթակա ազգային անվտանգության ծառայությանը հրահանգել բերման ենթարկել եւ կալանավորել բոլոր օրենքով գողերին, ինչպես նաեւ հորդորում եմ ազգային անվտանգության ծառայությանը հորդորում եմ խոզարկություններ կատարել թե Վանաձոր քրեակատարողական հիմնարկում եւ թե Հայաստանի Հանրապետության բոլոր քրեակատարողական հիմնարկներում եւ վնասազերծել բոլոր զոննայողներին եւ սուտի գողականներին։ Ես կցանկանայի, որ Հայաստանի Հանրապետության բանտերը լինեին Էլ Սալվադոր պետության սեքոտ բանտերի նման խիստ պայմաններ ունեցող բանտեր, եւ եթե Հայաստանի Հանրապետության բանտերը լինեին Էլ Սալվադոր պետության նման սեքոտ բանտի նման ունենար այդպիսի խիստ պայմաններ, ապա վստահ է, որ նման պարագայում այդ օրենքով գողերը եւ սուտի գողականները չէին կարող թպրտալ պետության մեջ։ Այսքանն է, շնորհակալություն ուշադրության համար։ Ակնկալում են, որ պետական մարմինները ականջալուր կլինեն իմ այս տեսանյութում արծարծվող ողջամիտ դիտարկումներին եւ ակնկալում են, որ ազգային անվտանգության ծառայության կողմից անհապաղ կձեռնարկվեն համապատասխան միջոցներ, խոզարկություններ կկատարվեն թե Վանաձոր քրեակատարողական հիմնարկում եւ թե բոլոր քրեակատարողական հիմնարկներում եւ կվնասազերծվեն բոլոր օրենքով գողերը եւ սուտի գողականները, ինչպես նաեւ զոննայողները։ Շնորհակալություն։